կլիմաքսը կարող է փոխել սեռական կյանքի որակը։ Այո, իհարկե կարող է փոխել, նախ սկսենք նրանից, որ եթե կնոջ մոտ կան հոգեհուզական փոփոխություններ, ապա ինքը կորցնում է ընդհանրապես կյանքի նկատմամբ հետաքրքրությունը։ Դա կլինի առօրեական աշխատանքը, որը կինը պետք է կատարի, կլինեն տան անդամները, կլինի իր աշխատանքը, թե կլինի սեռական զուգընկերը։ Բնականաբար հետաքրքրությունը ընդհանրապես պակասում է, այսպես ասած, իրենք ինչպես ասում են, ոչ մի բանի հավես չունեն, ուր մնաց թե սեռական կյանքի, հա։ Սա հոգեհուզական իմաստով։ Ինչ վերաբերում է դաշտանային պարբերաշրջանին, եթե կնոջ մոտ ենթադրենք դաշտանի այդ կլիմակտերիկ շրջանը ընթանում է, ենթադրենք ավելի շատ դաշտանային արյունահոսություններով, ինչն էլ կարող է լինել մի շրջան լինեն դաշտանային արյունահոսությունը, բնականաբար, որ սեռական կյանքի համար անհարմարություններ են։ Էլ չասեմ հեշտոցի չորության մասին, հա, եթե սեռական հարաբերության ժամանակ կինը նկատում է, որ իրեն տհաճ է, թե ֆրիկցիաների ընթացքը, թե դրանից հետո իր մոտ լինում են արյունային արտադրություն, բնական է պարտնյորին էլ դա տհաճ եւ վերքային մակերես է առաջանում, բնականաբար դա էլ պետք է իր մոտ առաջացնի հակակրանք սեռական հարաբերության նկատմամբ։ Էլ չասեմ, որ ի սկզբանե, եթե նույնիսկ մենք այս վերը նշած գանգատները այսչափ ուրեմն արտահայտված չունենք, բայց ունենք թեկուզ ֆիզիոլոգիական էստրոգենների պակասը, դա արդեն ինչ որ չափով, հա, նվազեցնում է սեռական ուրեմն ցանկությունը եւ բնականաբար բարդություններ առաջացնում սեռական կյանքի համար։